Նրա համար ասել միայն բժիշկ նշանակում է ոչինչ չասել։ Մարդ, որի մասնագիտական կարողություններն ու հմտություններն ուղիղ համեմատական են մարդկային բարոյական արժեքներին։ Տարոն Տոնոյան։ Բժիշկ ջան, բարև ձեզ։ Վայ Արթուր ջան, ողջույն, ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ, շնորհակալություն։ Մենք երկար ժամանակ ձեր աշխատասենյակի դիմաց էինք ու երկար հերթ էր հիվանդների, միշտ է այսպես, չէ։ Այդ սերը հարգանքն է բժշկի նկատմամբ, կարծում եմ։ Ոչ միայն կարծում եմ, այլ նաև համոզված եմ։ Քանի վիրահատություն ունեք։ Այսօր ուրբաթ է, այսօր ծրագրավորված գործեր ունեմ, որովա երկրորդ կեսին շինարարության մեջ ենք, բացի դրանից ընտրություններով ենք զբաղված շատ, լարված։ Այսօր 4 վիրահատություն ունեմ։ 4 վիրահատություն դադարներով։ Նայած ոնց կստացվի, լինում է, որ այդպես սովորել ենք այդ ռեժիմին արդեն։ Ձեր ռեժիմին ծանոթ եմ, որովհետև թե ես, թե իմ հարազատները, թե ընտանիքի անդամները երկար տարիներ է մեր ընտանիքի բժիշկն եք։ Մենք ասում ենք մեր բժիշկը, ոսկե ձեռքեր ունեցող Տոնոյանը, որքան կարող եք վիրահատական սեղանի առաջ կանգնել, քանի ժամ, պրակտիկայում ինչ արտառոց ժամանակահատված է եղել, որ ֆիքսել եք։ Կարող են գնալ նաև Արցախ։ Ամենաերկարը եղել է պատերազմի ժամանակ։ Եղել է, որ առավոտյան վաղ առավոտից սկսել ենք, երևի թե մինչև ուշ գիշերվա կես եւ անց այդպես անցկացրել ենք վիրահատարաններում։ Այսինքն 10-12 ժամից ավել է։ Ավել, հա։ Այսպես էստեղից այնտեղ տենց գուցե հարց առաջանա ֆիզիոլոգիական պահանջների բանի հետ կապված բան, բայց պատկերացրեք ստրեսային իրավիճակները այնպես են բանանում, որ այդ ժամանակ մարդ որևէ ոչ քաղց է զգում, ոչ որևէ բան չկա, էլի այդ օրգանիզմը մոբիլիզացիայի մեջ է եւ ուժերդ էլ եւ կարա այդպես լինի օրեր շարունակ այդպես։ Մի որ դաշտում վիրահատություն եք անում ու դուք արել եք 90-ականներից սկսած մինչև վերջին տարիների պատերազմական գործողությունները, դաշտային պայմաններ վիրահատության համար ոչ մի անհրաժեշտ։ Արթուր ջան, այսպես որ ասում են ռազմադաշտային վիրաբուժություն, բան շատերին թվում է թե այդպես դաշտում այդպես չի։ Ռազմադաշտային վիրաբուժություն, ասենք օրինակ 90-ական թվականներին, օրինակ Ֆիզուլիում ռազմադաշտային հոսպիտալ։ Դա մենք շենք ենք վերցրել, հարմարեցրել ենք այդ շենքը վիրահատական պայմաններին, դե որքան հնարավոր է մի հատ նախավիրահատական սրահ, հետ վիրահատական հիվանդների տեղ, որտեղ որ հիվանդները պետք է իրենց վերականգնում անցնեն այդ շրջանը, բան, այդ բոլորը այլապես այնտեղ դաշտային պայմաններում կարելի է անել նա այդ բաց դաշտում ինչ որ անում է ֆելշերը, այսինքն կոտրվածների ուղղում, ինչ որ սիստեմա դնել, ճնշումը պահել, արնաուսությունը դադարեցնել, արտաքին արնաություն եւ այլն, այդպիսի բաներ կարող, բայց ավելի լուրջ բաներ հնարավոր չի դաշտում անել, դա մի քիչ տենց ժողովրդի մոտ կարծում եմ այդքան թյուր կարծիք կա, որովհետեւ հակառակ կողմից կստացվի, որ այդպես լուրջ բաներ դաշտում ոնց կարելի է անել, մենք ունեցել ենք պայմաններ, մենք ստեղծել ենք պայմաններ վրանների տակ, երբ որ զորքը շարժվել է առաջ, Երանի այդ ժամանակ մենք զորքի հետևից ենք գնացել համապատասխան վրաններով, նախապատրաստել ենք, էլի վիրահատարաններ ենք դրել, այդպես այդ պայմաններով հասկանալի է դվիժոկներով էլեկտրաէներգիա ապահովել, բան պայմաններն իհարկե չես համեմատի շենքային պայմանների հետ բան, բայց այդպիսի անհրաժեշտություն էլ է եղել։ Հաշվել եք այս տարիների ընթացքում ռազմի դաշտում քանի վիրահատություն եք կատարել։ Ցավոք սրտի ոչ, այս 44 օրյային, որ ընդհանրապես
այնպիսի ավարտ ունեցավ, հետո իհարկե հետ դադարց եղավ, գնացինք, բան այդպես, բայց այտենց թիվը չեմ կարող ասել, բայց սեպտեմբերի 27-ի օրվա վերջ ժամը 5-ի կողմերը, այսինքն առավոտը սկսեց ժամը 5-ին արդեն մենք մեր անձնակազմով հիվանդանոցի մեր բժիշկներով Ջեբրայիլում էինք։ Այդ օրվանից սկսել ենք ինտենսիվ աշխատել մինչև նոյեմբերի 9-ի գիշեր 10-ի լուսաբաց։ Նույնիսկ այնտեղ վանը զինադադար էին հաստատում, բայց Կարմիր շուկայի մոտ մի կարևոր տեղ կար, այդտեղ դեռ ուժեղ մարտեր էին գնում, շատ կարևոր տեղեր, ճանապարհի հատվածներ, կամուրջի տեղներ, որ թուրքերն ուզում էին անպայման վերցնել։ Այդտեղ մինչև լուսադեմը տեղից վիրավորներ բերեցին։ Զինադադարից հետո, այսինքն քանի ժամ շարունակվեց։ Այդքան այդ ինտենսիվությամբ աշխատել ենք։ Առաջաձոր գյուղից Առաջաձորը Վանք գյուղի Գանձասարի կողքն է։ Միանգամից երկու եղբոր բերեցին վիրավոր։ Կարծեմ հենց վերջի օրներ կամ նախավերջի օրերն էր, այտենց հստակ չեմ հիշում։ Երկու եղբայր էին, երկուսն էլ ծայրահեղ ծանր անգիտակից բերեցին։ Մեկի վիրահատությունը ուզում էին սկսել, նա սեղանի վրա մահացավ, դեռևս վիրահատությունը չսկսած։ Այս մյուսին ես վիրահատեցի, ինքը հետո տեղափոխվեց Երևան։ Դե հետո չես կարող էլի բոլորի այդպես որտեղից պահենք, բան։ Մի ամիս առաջ եկավ մեկը այստեղ իմ մոտ, ասես բարև ձեզ եւ այլն, ինքը լսել էր ուղակի, երևի փաստաթղթերի հետևից որ գնացել էր եւ այլն, եկավ ասեց, որ դուք եք ինձ վիրահատել, ես իրանց դեպքի հիշեցի, որովհետեւ դա բացառիկ բան էր, էլի երկու եղբայր մի տնից, այդպես ծայրահեղ ծանր եւ իր մոտ բազմակի վնասվածքներ, լյարդի, փայծախի, բան, այդպես ծանր աղիների, ստամոքսի վնասումներով, բան, բայց Փարկասու ապրում է։ Բացառիկ դեպքերով հիվանդներին եք հիշում, բժիշկ, թե որովհետև դուք ձեր հիվանդներին գրեթե բոլորին անուններով գիտեք։ Չէ, հին հիվանդներից անգիր եմ հիշում, կարող է երեկվա հիվանդի անունը այսօր չհիշեմ։ Չէ, բաները ծանր դեպքեր, բժշկական իմաստով հետաքրքիր դեպքեր, բան եւ այլն հիշում եմ դրանք իհարկե շատ։ Մենք խոսեցինք 10-12 ժամից ավելի ոտքի վրա վիրահատական սեղանի առաջ լինելու մասին։ Այդ ժամանակ բժիշկ յուրատեսակ ուժ է գալիս։ Ինչն է օգնում ձեզ։ Գիտեք ինչ, մի գաղտնիք կա այս ամեն ինչի մեջ։ Նախ պետք է գործդ սիրես։ Երբ որ գործդ սիրում ես, ամեն ինչ արդեն հեշտ է ընթանում։ Բացի սիրելուց, եթե գործին տիրապետում ես, եթե մի բանի մի վիրահատության ժամանակ դու տառապում ես, չես կարողանում բան, այդ վիրահատությունը դառնում է քո համար տաժանակիր աշխատանք։ Բայց եթե վիրահատությանը տիրապետում ես, ընթացքը գիտես, կարողանում ես գնալ առաջ բան, այդ ժամանակ նաև վիրահատարանում զրույցներ են լինում, տարբեր քննարկումներ են լինում, հումորներ են լինում եւ այլն, այդպես օրը այդպես անցնում է, այտենց շատ բան չի, իհարկե ժամանակը կա, որ արդեն նյարդերը այնքան լարված են, որ իրոք ծանր դեպքեր ունենում ենք, որ խոսալդ էլ չի գալիս, ոչ մի բան չի գալիս, մենակ կենտրոնացած ես ամբողջովին գործի վրա։ Զգացմունքայնությունը ավելի բժշկին օգնում է, թե խանգարում։ Վիրաբույժը պիտի խիստ հավասարակշռված լինի, չափազանց։ Հավասարակշռված նաև նշանակում է սառնասիրտ, թե հավասարակշռված, չէ, սառնասիրտը դե պետք է լինի, այո, խուճապ պիտի չլինի, հավասարակշռությունը հենց դրա մասին է, որովհետև պետք է դու այնքան պետք է հանգիստ աշխատես ամենախուճապային իրավիճակները, որ անգամ քո օգնողները չզգան, որ դու ծանր ինչ-որ մի փուլ հաղթահարեցիր այդտեղ։ Տարիներ առաջ, երբ օդանավերը ղեկավարում էին, կառավարում էին օդաչուները, նրանց խոսքով շատ ավելի հեշտ էր իրենց աշխատանքը կատարել, որովհետև մարդկային գործոնը կար եւ
ցանկացած ֆորս մաժորային իրավիճակում կարող էին կառավարել։ Հիմա դարձել է արդեն ավտոմատացված համակարգ, համեմատությունը ռոբոտների վիրահատություն անելու հետ եմ ուզում զուգահեռել։ Հիմա կան ռոբոտներ, որոնք վիրահատություն են իրականացնում, այսինքն այդտեղ բժշկի գործոնը լրիվ է զրոյանում, թե եթե միտեղ պետք է ասենք, թե օրինակ, հատկապես ինչու ասենք, թե օրինակ շագանակագեղձի ուռուցքների ժամանակա շատ լավ ալնում, որովհետև շագանակագեղձի, այսպես ասած, հետին պատ հասնելու համար դու պետք է բացես այսքան բաներ պետք է հատելով, փակելով, անոթ եւ այլն հասնես այնտեղ, որ այդ հետևի մա, բայց ռոբոտը հնարավորություն է տալիս, որ այդ այնպես է շրջանցում, դա զուտ տեխնոլոգիական խնդիր է, որ դու չես վնասում օրգանիզմում այդքան բան հասնելու համար այնտեղ, արդյունքների մասին, տրավմատիզացիա եւ այլն, բան բավականին այդպես բան են, բայց արհեստական ինտելեկտ, այդ բոլոր բաները, դրանք առաջընթաց են, որոնք պետք չէ դրանց դերը գերագնահատել եւ թերագնահատել էլ պետք չի, պետք է հետը աշխատես, պետք է դու կառավարես արհեստական ինտելեկտին, արհեստական ինտելեկտը պետք է քեզ օգնի։ Բժիշկ Տոնոյանին սիրելու, գնահատելու, ընդունելու ֆենոմենը հիվանդների կողմից ո՞րն է։ Ես գիտեմ պատասխանը, բայց ուզում եմ նաև ձեզանից լսել։ Կարծում եմ ես ավելորդ համեստություն չասեմ, ասեմ Չէ, իրականությունը ասենք։ Իրականությունը մարդկանց հետ պետք է ընդհանրապես մարդկանց հետ պետք է անկեղծ լինել։ Մարդկանց հետ պետք է անկեղծ լինել եւ աշխատանքի մեջ պետք է ազնիվ լինել։ Բժիշկ ջան, կյանքում պատահականություններ լինում են, թե ամեն ինչ ի վերուստ կանխորոշված է։ Պատահական կարա լինի մեկի հանդիպես պատահական, հետո մոռանաս դու որ իրան հանդիպել ես բան, բայց կա պատահական հանդիպում, որ կարա լուրջ ընկերություն էլ դառնա։ Այդ հարաբերությունները ստեղծելը, ընկերություն պահել, բարեկամներիդ հետ ճիշտ հարաբերվես, ըմբռնումով մոտենաս իրանց ամեն լավ ու վատ բաներին, թերություններին, ծանրու թեթև անես, հասկանաս, այլապես եթե շատ ամեն ինչ այդպես շատ խիստ դատես քո չափանիշներով չէ, ես ուզում եմ սենց լինի եւ այլն, արդյունքում մնում ես մենակ։ Մենակ ես մնում, որովհետեւ դու ես մեկին անուն ես դնում, այն մեկն ասում է սենց չի, ես մեկի ես հայացքներ ունի, ես մեկի եւ այլն բան։ Իհարկե դա իմ ասած բացարձակ կապ չունի սկզբունքայնության հետ։ Մարդ նաեւ պետք է սկզբունք ունենա։ Սկզբունքներ կան, որոնք իմ համար, այսպես ասած, չեմ ուզում այդ բառը չարաշահեմ, բայց սրբության նման մի բան է։ Պետք է սկզբունք լինի, որ այս բանն էլ այսպես պիտի լինի ու վերջ։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանաս մարդկային թերությունները այդպես իդեալական չպիտի պատկերացնես այդ ամեն ինչը։ Էսա գրված աստեղ էլի։ Այստեղ ամեն ինչ կա, ընդամենը պետքա ես այս վերջերս հաճախ եմ օգտագործում, անգիր որևէ սաղմոս չգիտեմ, կամ տենց մանրամասն շատ տենց չեմ ուսումնասիրել քրիստոնեության սկիզբ, ընթացք եւ այլն բան, բայց մարդը Եթե իմ պապն է ասել, պապիս հարցրել են, ասել են Արմենակ, Աստծուն հավատում ես, ասել է չգիտեմ Աստված որտեղ է, բայց ամեն մարդու Աստված իր սրտի մեջ պետք է լինի։ Իմ պապը ժամանակին տարաճանաչ չի եղել, Սասունից գաղթած, եկած, որբ մեծացած, բայց տես մի բան ասել ամեն մարդու Աստված իր սրտի մեջ պետք է լինի։ Աստվածավախ եք, աստվածապաշտ եք։ Ոչ թե կույր վախի մեջ եմ, առանց հասկանալու ուղղակի վախենամ եւ այլն այդպես, բայց հաշվետու եմ արածներիս համար։
Օրինակ, եթե ինձ հարցնեք դրախտի, դժոխքի բան եւ այլն, ես մի քիչ մանավանդ մասնագիտությունս վիրաբուժություն բան, ես դες մի քիչ չգիտեմ, այդ կա այդ դրախտը, այդ դժոխքը կա թե չկա եւ այլն բան։ Բայց կարծում եմ հենց հիմա դրախտն է, էլի, մարդ իր կյանքի ընթացքում հիմա մենք համ դրախտում ենք, համ դժոխքում ենք։ Այս մեր կյանքը այդպես է։ Բոլոր դեպքերում, եթե դու ուզում ես կյանքդ մի քիչ ավելի լավ դարձնես, բովանդակալից դարձնես, քեզանից ինչ-որ կախված է, դու պետք է ճիշտ ապրես։ Այդ ձեր երջանկության բանաձևը ո՞րն է, բժիշկ ջան։ Ես կատարյալ երջանիկ մարդ ինձ կհամարեի, կատարյալ երջանիկ մարդ, եթե չլիներ Արցախի կորուստը։ Աստծուն որ տեսնեք, ինչ կասեք։ Աստծուն որ տեսնեմ, ինչ կասեմ։ Պետք է ասեմ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Պետք է ասեմ, փառք ես Տեր Աստված, մի քիչ ավելի ուշադիր նայիր մեր ժողովրդին, խելք ու միտք բեր մեր ժողովրդին։ Գնանք վիրահատարան։ Գնացինք, ուշացանք, արդեն քանի անգամ զանգեցին։ Մի հատ ազնիվ արի։ Բժիշկ ջան, եղել են դեպքեր, որ մի փոքր գինովցած վիրահատության մտնեք։ Ոնց կարա այդպես բան չլինի։ Հա։ Ասեք թե տանը միջոց հարմանը զանգում կանչում են։ Պարշի որ այդ վաղտ։ Ինքը չի խանգարում, բայց վիրահատությունները, մանավանդ լուրջ վիրահատությունները խիստ պահանջում են, որ մարդ պետքա կենտրոնացած լինի։ Այստեղ տեղին է հիշել իմ կույրաղիքի վիրահատությունը շատ տարիներ առաջ բժիշկ։ Հիշում եք Սարդարապատում էիք մայիսի 28-ին։ Ինձ եթերից բերեցին ձեզ մոտ մինչև դուք հասաք։ Նախկին շենքում էիք։ Ճիշտ է, այդպես մի բան հիշեցի, հա, Արթուր ջան։ Բայց չեմ հիշում, այդ ժամանակ գինովցած էիք, արդեն թե չէ։ Թե հետո պիտի վիրահատությունից հետո շարունակեի։ Եթե հիմա լավ ես, ուրեմն նշանակում է այդքան էական չի։ Հիմա ինչ վիրահատություն եք կատարում։ Սա սովորական աճուկային ճողվածք է։ Իսկ բժշկի համար կարևոր է, թե ասիստենտները, հա, իր հետ վիրահատությանը ներկա օգնականները ովքեր են։ Իհարկե, առանց ասիստենտը համար առաջին, որ մի քիչ հումորով ասեմ, չէ, մկրտիչ, պետքա չխանգարի, իսկ եթե օգնի շատ ավելի լավ, բայց դա իհարկե հումորով եմ ասում, իհարկե օգնականը աշխատանքի նայած ինչ վիրահատություն բան 30%-ն իրենք են անում։ Այո։ Մենք վերևում խոսեցինք ձեր պացիենտների ձեզ ուղղված սիրո, հարգանքի, յուրատեսակ վերաբերմունքի մասին, բայց ոչ պակաս սեր, հոգատարություն, նվիրվածություն կա նաև ձեր գործընկերների, հա, աշխատակիցների նաև կողմից։ Ձեր մարդկային բարոյական արժեքներն են ստիպում, որպեսզի հարգանքն ու սերը ձեր հանդեպ այդքան մեծ ու գլոբալ լինի։ Եթե մի բան կյանքում, ես կարճ պատասխանեմ, կարծում եմ դա նրանից է, որ այդ փոխադարձ է։ Ես էլ իրանց եմ սիրում։ Կիսում եք այն տեսակետը, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ պիտի լինի, միակողմանի ցանկացած բան, այլապես կարճ կտևի։ Եթե մի բանը փոխադարձ չի, կարճ կտևի։ Հիմա այնպես չի, որ պետք է սիրելը նաև երես տալու չվերածվի։ Այդտեղ արդեն ամեն ինչ չափի մեջ է, գեղեցիկ, հա, կիսում եք։ Աշխատանքը կտուժի, ընտանիքում էլ է այդպես։ Եթե շատ սիրել, բնականաբար շատ է սիրում զավակներից, բայց եթե շատ բան անես, երես են առնում ու շարքից դուրս են գալիս։
Բժիշկ, բայց պետք է ասել զավակին, որ սիրում է իրեն, պարբերաբար։ Օրինակ շատ բացասական երևույթներ կյանքում լինում են նրանից, որ ծնողը երբեմն զավակին համապատասխան սեր, քնքշանք, գուրգուրանք չի տալիս ու հաճախ չի ասում նրան սիրո մասին։ Ընդհանրապես ոչ միայն զավակին, այլև կարծում եմ, եթե թորներին կարելի է ասել, որովհետև իրանք հələ չեն հասկանում, բայց գիտակից մարդուն թեկուզ վերջը քո ամենասիրած էակին անընդհատ կրկնես, որ սիրում եմ քեզ, մի տեսակ էժանացնում ես այդ ամեն ինչը, էլի, բաներ կա, որ պետքա չասվի, պետքա վերաբերմունքից, քո գործողություններից պիտի հասկանան, էլի, որովհետև այդ ամեն ինչը ի ցույց դնելը, սենց, չգիտեմ, սրտիկները եւ այլն բան, իմ համար կեղծ է դառնում, էլի։ Թորներին եք շատ սիրում, թե զավակներին։ Այդպես հարցեր ես տալիս այսօր անձի դժվար։ Չգիտեմ, ճիշտ ասած։ Չէի մտածել, բայց ոնց որ նույնն է, նոր մտածեցի։ Լավն են, հա։ Ասում են ծորներն ավելի քաղցր են։ Այդ պապիկս էր ասում։ Հա։ Ասում էր թորը ընկույզն է, շերտը արտաքին, իսկ ծորը միջուկը։ Ասում էր դե պատկերացրեք որքան համով է։ Հա։ Բեր։ Ցանցը բեր։ Վերջում ի՞նչն է մնում, հույսը, բժիշկ։ Ինչից։ Չէ, էնի։ Հավատից, սիրուց հետո։ Հələ վերջին չեմ հասել, որ իմանամ ինչն է մնում։ Վերջում չգիտեմ ինչն է, բայց մի բան գիտեմ, որ էդի հոմ ես չեմ ասել։ Անուն թողած գործ նորից եմ ասում, եւ այդ ամեն ինչը չափազանցություն չեմ անում, բայց այդ ամեն ինչը պետքա ծառայեցնել հայրենիքին։ Ուժեղանալու համար ի՞նչ է պետք։ Համախմբվածություն, իմաստություն ավելի։ Քայլ համար առաջինը սովորելն է։ Կրթվելն է։ Կրթվել պարտադիր չի, կրթվելը լինի դիպլոմ ունենալով, մարդկա դիպլոմ ունի, բայց ինքը տգետ է եւ անխելք։ Խոսքս մարդկա դիպլոմ չունի, բայց ինքը իր վրա աշխատում է, լսելու ունակություն ունի, կարծիք լսելու, մարդկանց հաշվի առնելու, հասկանում եք, մարդկա բնածին տգետ, դրանց էլ պետքա դաստիարակել։ Մի քիչ կարող է դες տխուր բան, դժվար բան եմ ասում, 21-րդ դարի համար չի, դες մարդկանց պետքա ուղղակի ղեկավարել եւ աշխատացնել։ Գագիկ, դու համաձայն ես իմ ասածների հետ։ Ապրես, ավելացնելու բան ունես, ձայնագրվում ենք, ասա։ Ապրես։ Կա մի բան, որ երբեք չեք անի։ Չեմ դավաճանում ընկերներիս։ Չեմ դավաճանում սկզբունքներիս։ Էս էլ սենց Գեր Աղաբեկյան։ Եթե ձեզ հնարավորություն է տրվում որոշ ժամանակով գնալ մի վայր, որտեղ միայն դուք եք լինելու եւ ձեզ հնարավորություն է տրվելու ընդամենը մեկ հոգու ձեզ հետ տանել, ով է այդ անձնավորությունում ձեզ հետ կվերցնեիք։ Բայց ինչ վայր եմ գնալու, այդ շատ կարևոր է։ Տեսականորեն պատկերացնենք անմարդաբնակ մի վայր է, որտեղ ձեր զրուցակիցը, ձեր հոգու ընկերը լինելու է կոնկրետ մեկ անձ, ով է լինելու այդ անձը։ Դժվար հարց եք տալիս, մանավանդ այս պատասխանից հետո ես էլ ինձ հաշվետվության են կանչելու լիքը մարդիկ։ Պարուր Սևակը ինչ է գրել որդուս, չէ, հիշում եք այդ, որդուս կտանեի, հիմա մի երկու տղես պետք է լսեն, ասեն, տեսես հայրիկը որ մեկի հետ է, բայց տղայիս հետ։ Շնորհակալ եմ անչափ։
Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։